Քաղաքացու անվտանգության ապահովումը պահանջում է շարունակական ներդրումներ եւ ժամանակակից լուծումներ։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում պարբերաբար իրականացվում է տեխնիկական վերազինում։ Նոր սերնդի ամենագնացներով եւ հրշեջ փրկարարական մեքենաներով է համալրվել փրկարար ծառայությունը։ Ծառայության կարիքների համար ձեռք բերված 8 հրշեջ փրկարարական եւ կենցաղային կանչերի սպասարկման համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներն արդեն տրամադրվել են տարածքային ստորաբաժանումներին։ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանի խոսքով ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ամենագնացներն ու հրշեջ փրկարարական մեքենաները հնարավորություն կտան առավել արագ եւ օպերատիվ արձագանքել ահազանգերին։ Ներկայացված է եղել 3 ներդրումային ծրագրեր։ Առաջին ներդրումային ծրագրով 25 թվականին 2 փուլով գնվել են հրշեջ փրկարարական մեքենաներ եւ արագ արձագանքման մեքենաներ։ Առաջին ներդրումային ծրագրով շուրջ 640 միլիոնի գնում է կատարվել պետական բյուջեով, փրկարարական ուժերի վարչության կողմից կիրականացվեն դասընթացներ, հատուկ դասընթացներ վարորդների եւ անձնակազմի համար, որից հետո նոր գնված մեքենաները կդրվեն մարտական հաշվարկի։ Ամենագնացները բազմաֆունկցիոնալ են, հագեցած հրշեջ սյունակով հիդրանտին միանալու հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ սպասարկել կենցաղային կանչերը, այլև իրականացնել մեծածավալ հրդեհաշիջման աշխատանքներ, այդ թվում դժվար անցանելի վայրերում։ Հրշեջ ավտոմեքենաները ունեն 3500 լիտր ջրի տարողություն եւ 1500 լիտր փրփրահեղուկի տարողություն եւ համալրված են համապատասխան գույք սարքավորումներով անհրաժեշտ արձագանքման համար։ Իսկ արագ արձագանքման մեքենաները համալրված են 250 լիտր ջրի տարողությամբ եւ 25 լիտր փրփրահեղուկի տարողությամբ։ Սա հրշեջ պոմպն է, որը նախատեսված է հրդեհաշիջման ժամանակ ջրի մղման գործողություններն անում, ինչպես նաեւ հրշեջ սյունակից կամ այլ ջրաղբյուրից ջուր վերցնելու ընթացակարգն է իրականացնում։ Այստեղ նախատեսված են անհրաժեշտ գույք սարքավորումները, որը որ հրդեհաշիջման ժամանակ օգտագործվում է։ Այստեղ կան փոխանցման մանեկներ, կրակմարիչներ, ինչպես նաև շարժական գեներատոր։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան տեխնիկական սպառազինությունը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակն ու օպերատիվությունը։ Տեխնիկական բազայի արդիականացման ու անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումները շարունակական են։